Խաղաղության պայմանագրի ստորագրումը լուծում է բոլոր հնարավոր խնդիրները Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Երևանին եւ Բաքվին հաջողվել է համաձայնեցնել խաղաղության պայմանագրի տեքստը։ Բանակցություններն ավարտվել են։ Հայաստանը հայտնել է, որ պատրաստ է ստորագրել փաստաթուղթը։ Մայրաքաղաքում մեկնարկած Երևանյան երկխոսության դիվանագիտական համաժողովի բացման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ադրբեջանը պաշտոնապես կապակցում է պայմանագրի ստորագրումը երկու խնդիրների հետ։ Դրանցից առաջինը իհարկե Մինսկի խմբի կառույցների լուծարումն է։ Գիտեք, որ իհարկե Մինսկի խումբը ստեղծվել էր որպես հարթակ բանակցությունների համար։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցությունների համար հարթակ հակամարտության հարցերով բանակցություններ վարելու համար եւ ընդհանրապես պիտի ասեմ, որ իհարկե Մինսկի խմբի լուծարման օրակարգը ընդունելի է մեզ համար եւ մենք պատրաստ ենք առաջ շարժվել։ Փաշինյանը տեղեկացրել է, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը հայկական կողմի համար ընդունելի է, բայց պետք է վստահ լինել, որ Հայաստանն ու Ադրբեջանը նույն կերպ են ընկալում իրավիճակը եւ որ իրենց նպատակը հակամարտությունը Հայաստանի տարածք տեղափոխելը չէ։ Դժբախտաբար վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտավորապես 60%-ը անվանել այսպես կոչված արևմտյան Ադրբեջան եւ գիտեք մեր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ մենք բազմիցս ասել ենք, որ չի կարող լինել արևմտյան Ադրբեջան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Երևանն առաջարկում է ստորագրել միանգամից երկու փաստաթուղթ խաղաղության պայմանագիր եւ դիմել ԵԱՀԿ-ին Մինսկի խումբը լուծարելու առաջարկով, ավելացրել է Փաշինյանը։ Նրա համոզմամբ խաղաղության խաչմերուկը հյուսիսն ու հարավը, արևմուտքն ու արևելքը կապելու նոր հնարավորություն կտա։ Փաշինյանի խոսքով այն գլոբալ ճգնաժամերը հաղթահարելու կարևոր նախագիծ է։ Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն Սլովակիայի համար կենսական գործառնական միջավայր են, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ Եվրամիությանն անդամակցության շնորհիվ Սլովակիան ունեցել է քաղաքական, սոցիալական եւ տնտեսական զարգացում եւ հասել որակի այնպիսի մակարդակի, որն առաջ անհնար կլիներ պատկերացնել։ Սակայն դա չի նշանակում, թե մենք չենք կարող քննադատաբար վերաբերվել ԵՄ որոշ քաղաքականությանն ու որոշումներին։ Օրինակ, իմ կառավարությունը դեմ է Ռուսաստանից էներգակիրների ներմուծումն ամբողջությամբ դադարեցնելու Եվրահանձնաժողովի առաջարկին։ Ֆիցոյի դիտարկմամբ Սլովակիան վճռական քայլեր է ձեռնարկում էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացման համար եւ հասկանում է մեկ մատակարարից չափից ավելի մեծ կախվածության ռիսկերը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը խոսելով վերջին տարիներին աշխարհում ստեղծված անորոշությունների, արտառոց երևույթների եւ անակնկալ զարգացումների մասին նշել է. Երկրորդ աշխարհամարտից հետո ոչ ոք չէր կարող հավատալ նման դրսևորումների հավանականությանը։ Ժամանակի որոշակի պայդրությամբ հաստատված միջազգային կարգի հիմքերը լարվածություն են կրում։ Միջազգային իրավունքի սկզբունքները, այդ թվում տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը, որոնք ժամանակին սրբազան էին համարվում, կորցրել են իրենց կշիռը։ Այժմ դրանք թվում են պարզապես գեղեցիկ բառեր, որոնք ամրագրվել են հռչակագրերում եւ կանոնադրություններում, սակայն շատ հաճախ ապարդյուն։ Արտգործնախարարի դիտարկմամբ միջազգային կոնսենսուսը խաթարվում է աշխարհաքաղաքական լարվածության աճի ֆոնին։ Միջուկային սպառնալիքների վերաբերյալ հռետորաբանությունը կրկին ի հայտ է եկել համաշխարհային խոսույթում, վերադարձնելով անցյալ 100-ամյակի խորագույն վախերից մի քանիսը։ Եվրամիությունը, որը ծնվել է որպես տարածաշրջանային տնտեսական ինտեգրման համայնք, բայց առաջին հերթին որպես խաղաղության նախագիծ դիտարկում է ներկայումս Եվրոպայի վերազինման ReArm ծրագրի հնարավորությունը, որը նպատակ ունի զգալիորեն ավելացնել պաշտպանական բյուջեն։ Ականատեսանք լինում արտասիրական ճգնաժամի խորը վերքերին, երբ սովը համակել է համայնքներին, խաթարվել են մատակարարման շղթաները եւ աբեկչության, ատելության խոսքի եւ անհանդուրժողության ստվերները սպառնում են մարդկային արժանապատվության եւ համակեցության հիմունքներին։ Միրզոյանն անդրադառնալով ժողովուրդների էթնիկ զտումներին նշել է, որ մեր սահմաններին մոտ տեսել ու զգացել ենք այն եւ որ այլևս հեռավոր սարսափներ չեն դրանք։ Այսպիսով մարդկությունը կանգնած է մեծ անհայտության առաջ։ Սա հասկանալիորեն ստեղծում է քաոսի տպավորություն եւ խոճապի զգացում առաջացնում անհատների, ընտանիքների, ազգերի շրջանում։ Հայաստանի դիվանագիտական կառույցի ղեկավարն ընդգծել է. բազմաթիվ առումներով այսօր աշխարհն ապրում է մարդկության պատմության ամենաառաջադեմ դարաշրջանում։ Նարնե Ղուկասյան, Ռինյուզ, Արմենիա։